Հարգելի բարեկամներ, մենք սկսում ենք կամերային զրույցներ հաղորդաշարը եւ մեր առաջին հյուրն է հումորիստ, դերասան, հանդիսավար Արթուր Մուսալյանը։ Բարև Արթուր ջան։ 1000 բարի։ Ուրեմն առաջինը խոսենք Արթուր ջան, քո կարիերայից, ինչպես հասարակությունը ժողովուրդը ճանաչեց քեզ։ Առանձնահատուկ ուզում եմ խոսենք այդ դուբլաժները, որ անում էիր կենթաների ձևով, որտեղից եկավ այդ մտահղացումը։ Մտահղացումը մանկուց է եկել։ Շահեն ջան, նախ ես ուզում եմ շնորհավորել ես հաղորդաշարը, քանի որ առաջի հաղորդը ես մեծ պատիվ է ինձ համար առաջին հյուրը լինել։ Մտահղացումը եկել է մանկուց, ինչքան էլ դա կարող է զարմանալի թվալ։ Կենթաների շատ էի։ Այն ժամանակ կենթանիների կրկնօրինակումներ չէի անում։ Այն ժամանակ անում էի հեռուստացույցով լրաբերի բանի մեկնաբանի ձայնը անջատում էի։ Սենց սխալ ցույց տվի, սենց։ Ինելի, պետեկան։ Ու ասենք ես պատմում էի իր փոխարեն, այն ինչ որ ես արել եմ այդ օրը, ասենք գնացել ենք անտառ, բանսես բան ենք անում։ Այն ժամանակ առաջի հանդիսատեսը տանեցիներն էին։ Հետո այս վերջի տարիներին միշտ կար մտքիս մեջ, որ ինչ-որ այդպիսի նախագիծ պետք է արվի անպայման։ Հետո այս վերջի տարիներին կորոնայից առաջ ավելի, երևի թե 17-16 թվականից սկսած, սկսեցի կարճ վիդեոներ անել, կարճ վիդեոներ, կենթանիներին եկա հասա 20 թվականին, այդ կորոնայի շրջանում, դե բոլորը պարապ էին, ես էլ էի պարապ, հետո ինչ-որ վիդեոներ եկան, կամանց եկան կապիկների, ինչ-որ կապիկների ընտանիք, ու բոլորին արդեն հայտնի, շատ-շատերին հայտնի այդ վիդեոները։ Արթուր ջան, գիտես ինչ-ն է հետաքրքիր, որ այդ կապիկների դուբլաժը դա սովորական չի, այդ ձայնագրությունները, դրանք սոցիալական թեմաներ են շատ հոգեհարազատ, նույնիսկ խնդիրներ ես առաջացնում հասարակության մեջ։ Ինչու հենց Իջևանի բարբառով։ Չնայած դու ցանկացած բարբառի տիրապետում ես, ես դա լավ գիտեմ, բայց ինչի Իջևանի։ Շատ ուզում եմ դու ասեք, որ հանդիսատես եմ։ Դե որովհետև նախ եւ առաջ ես ծնվել, մեծացել եմ Իջևանում, ու ինձ ամենահարազատ բարբառը Իջևանի բարբառն է, Տավուշի բարբառը, չնայած Տավուշի բարբառը նաեւ նոյեմբերյանն է Տավուշի մեջ Բերդի տարածաշրջանն է, որը տարբեր ինչքան էլ կողքից նման է, բայց տարբերություն կա։ Նոյեմբերյանին ավելի շատ տարբերվում է Իջևանի եւ Շամշադինի բարբառից, բայց քանի որ ծնվել մեծացել եմ Իջևանում, իմիջիալոց այդ վիդեոների մեջ շատ կան նաեւ նոյեմբերյանի բարբառով, որովհետեւ հայրս կոնկրետ մենք չենք զգում, որն է Իջևանին, որը նոյեմբերյանին։ Չէ, նայ, օրինակ Իջևանում ասում են քինալ դեմ, գնալու եմ, նոյեմբերյանում ասում են գնալ տիմ, լրիվ ուրիշ բան է։ Մենք չենք զգում, ինչ է։ Իջևանում ասում են քինամ, ընդեղ ասում են գնամ։ Շատ տարբեր։ Այ գիտես ինչն է հետաքրքիր, Արթուր ջան, դու չես կեղծում, անկեղծ ես ու շատ ես սիրում քո ժողովրդին։ Հա։ Հենց դրանից է որ ինքը հասարակության մեջ բավականին տենց լայն արձագանք է ստանում։ Իսկ արվեստում ամենակարևորը չկեղծելն է։ Ամենասկզբից իմ ամենակարևոր սկզբունքներից մեկը եղել է նա, երբ սկսել եմ արվեստում փոքր քայլեր անել, ինքս ինձ համար որոշել եմ, որ պիտի չկեղծեմ, մաքսիմում պիտի չկեղծեմ, ինչքան էլ դա դժվար է, բայց այնուամենայնիվ հանդիսատեսը դա զգում է։ Շատ անգամ եմ ասել, որ մեկնաբանություններում գրում էին ապրեք տղեկ ջան, բան։ Ապրեք տղեկ ջան, չէ՞ մի քանի հոգի։ Հետո մի ժամ, դե այդտեղ մենակ ազգանունս էի գրում, շատ ժամ ամենասկզբից ազգանունս էլ չկար, ոչ մի տեսանյութի վրա ազգանուն չկար։ Ուղղակի տարածվում էր, սենց ուղարկում էի մեկին, մեկը մեկին էր ուղարկում, ու սենց Իջևանով քայլում էի, դե չգիտեն, որ ես եմ անում։ Մեկը սենց նայում է սենց ան։ Այն կողքին ասում եմ, բա այդ շաշերն են, այդ այն շաշերն են։ Գիտի մի քանի շաշ են, բայց չգիտի որ մի շաշ է, էլի այդ ամեն ինչը։ Մի շաշ։ Որը Իջևանի ծնունդ է, Իջևանի զավակ։ Արթուր ջան, գիտենք որ դու շատ բավականին ճանաչված հանդիսավար ես։ Ես չգիտեմ ճանաչված եմ թե չէ, Շահեն ջան, ամեն դեպքում նաև հանդիսավար եմ։ Վերջին տարիներին նաև զբաղվում եմ։ Դու շատ նաև ունես, մենք խոսենք հանդիսավարության մասին։ Հա, զբաղվում եմ։ Դա շատ ինքնաբերաբար ստացվեց։ Ինչ որ զանգեր էի ստանում, զանգում էին, ասում են դուք
այս ինչ օրը ազատ եք հարսանիք վարելու համար, բայց ես չէի վարում, ես երգում էի ժամանակ։ Ես ասում եմ ես չեմ վարում։ Հետո շատ զանգեր եկան ու տենց ինչ որ որոշեցի, լավ, փորձեմ զբաղվել։ Սկսեցի կամաց փոքր քայլերով սկսեցի վարել ու հիմա փառքասում վարում եմ, չգիտեմ, լավ է թե վատ է, ամեն դեպքում։ Ես քեզ ճանաչել եմ հենց այդ շրջանում, երբ որ դու հանդիսավարություն էիր անում ու զգացել եմ, որ դու նման չես ուրիշներին։ Նախ իմ ամենակարևոր մոտեցումներից մեկը եղել է այն, որ ես այդ առիթներին վերաբերվեմ իմ առիթի պես։ Այսինքն, ենթադրենք ես ոնց կուզեմ ասնի իմ եղբոր հարսանիքը կամ իմ քրոջ հարսանիքը, այդ անմիջականությունը փորձում եմ պահել։ Ու դու շատ լավ ես նկատել, որ ես նկատում եմ այն նստած մարդը։ Դա էլ գալիս է դիտողականությունից։ Ես դա շատ ժամանակ դա ինձ խանգարում է, որտեղ շատ եմ տեսնում, շատ եմ տեսնում, ամեն ինչ տեսնում եմ։ Ինչա կատարվում են, մեկը ինչ հայացք ունի, մեկը ինչ նասկի է հագել, կոպիտ էլի։ Բայց ամեն դեպքում այդ դիտողականությունը նաև ինձ կյանքում է օգնում եւ նաեւ արվեստում, այդ շատ կարեւոր է։ Ուրեմն ես ուզում եմ այդ պատմությունը պատմեք, որ ինձ պատմել եք, շատ հետաքրքիր է, ճիշտ է դու պրոֆեսիոնալ կրթություն չունես, թատերական, բայց կարծես հանդիսատեսը չի կարող հավատալ, որ դու չունես այդ պրոֆեսիոնալ կրթությունը։ Այդ որտեղից է եկել։ Քո ինքնակրթությունից է եկել։ Հավատացեք, չունեմ, ժողովուրդ։ Բայց այդ հետաքրքիր է, դու ինձ մի անգամ պատմեցիր այդ պատմությունը, այդ սերը դեպի թատրոնը։ Քեզ մղեց այդտեղ էլի։ Սերը դեպի թատրոնը, Շահեն ջան, նախ մանկուց է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով ես չկարողացա գալ դիմել ինստիտուտ, թատերական ինստիտուտ սովորել, ինչ որ ես ինֆորմացիայի պակաս ունեի, ես չգիտեի ում դիմեմ, ինչ քննություն են տալի թատերական ինստիտուտ ընդունվելուց առաջ եւ այլն։ Ու չտվեցի։ Բայց միշտ մեջս այդ խմորումը եղել է, որ բեմ, թատրոն, չգիտեմ, կինո, դերասանություն, այդ արվեստը ու հետևել եմ, շատ շատերին եմ հետևել, նայել եմ։ Այն ժամանակ, ասենք, իմ հասակակիցները ուրիշ բաներով էին զբաղված, ես հեռուստաթատրոն որ ցույց են տալի, նստում նայում էի։ Ասենք, զարմանալի էր, որ ես երեխա նստում էի հեռուստաթատրոն նայում, չգիտեմ, Սինյոր Պապագատո եւ այլն, Կարպ Խաչմակյան, այդ ներկայացումները, որը որ ցույց են, ինչ ցույց են տալիս, նայում էի մեծագույն սիրով։ Հետո կամաց այդ ամեն ինչը, այդ կրկնօրինակումները, այդ վիդեոները, այդ ամեն ինչը այդ կուտակվածը ինչ որ մի կերպ հանելու մեթոդ էր, ինչ որ մի ճանապարհ էր, որ ես փորձում էի արտահայտվել, որովհետև եթե ինչ որ արվեստի նշույլներ կան քո մեջ, բայց դու չես արտահայտում, կարող է հիվանդանաս, էլի։ Ինչ որ պետք է արտահայտվես, ցույց տաս, հանես, անընդհատ հանես։ Հետո եկավ մի ճիշտ է, անկեղծ ասեմ, եղել են հրավերներ ինչ որ սերիալներից, բայց չեմ գնացել, մերժել եմ։ Այդ ընթացքում անընդհատ կարդում էի գրականություն թատրոնին վերաբերող։ Ասենք դերասանի աշխատանքը իր վրա բանսից, բայց ես չէի խաղում ոչ միտեղ։ Ուղղակի կարդում էի, ինչ շատ այդ Ստանիսլավսկի ուսումնասիրում էի։ Ճիշտ է, սովորել եմ Իջևանի պետական համալսարանի ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղը, բնապահպանության բաժին, բայց վերջին տարիներին, երևի թե 2010-11 թվականից սկսած, ես անընդհատ զբաղվում եմ ինքնակրթությամբ եւ մինչեւ հիմա էլ։ Իմ ընկերներից մեկի միջնորդությամբ գնացինք Երվանդ Ղազանչյանի մոտ, պատկերացնում ես ցանկությունս ինչքան մեծ էր, որ այդ մեծ ռիսկին դիմեցի։ Թատերականության նախագահ Արելին Լեր, լեգենդին միանգամից։ Դիմեցի իրեն, ասի ես ուզում եմ խաղամ թատրոնում։ Պատկերացնում ես, հիմա հնարավոր չանեի այդպիսի բան, դա մոտավորապես մի 10 տարի առաջ էր։ Դիմեցի, ասեց, գիտես, արի նստիր որևիցե մի ներկայացման ու վերջում ինձ ասա, այս դերի ես կարայի խաղամ։ Մեծերը մենակ այդպես կարող մեծեր։ Իրոք անկեղծ մեծեր։ Այո։ Դա ինքը չասեց, դու գիտես ինչ, դու ով ես, ընդհանրապես, դու ինչ։ Ինքը գիտեր, որ ես կրթություն չունեմ, ես ուղղակի շատ եմ սիրում թատրոն, ինքը դա զգաց ու ընդառաջեց։ Ճիշտ է, դրանից շատ կարճ ժամանակ անց ինքը մահացավ,
այդ շրջանում էր, հենց դրանից մի քիչ առաջ է ես գնացել իր մոտ, նստեցինք դահլիճում, ասեց արի, ներկայացում նայի ու ասա այստեղ ես հնարավոր է կարողանամ խաղալ։ Ու Աստված օգին Սավորի վարպետի, էդ էլ էր ինձ համար շատ կարևոր էր։ Հնարավոր ինքը ասեր գնաց տեղից ու ես ընդհանրապես մոռանայի իր տեղը ուրիշը լիներ, հնարավոր այդպես ասեր։ Բայց այնպես ստացվեց, որ Շահենը եղբայրս ասեց մի ներկայացում կա ուզում եմ այնտեղ խաղաս։ Իհարկե սկզբից կար վախ, շատ բնական վախ չէ, երբեք չես խաղացել բեմում, ֆիլմը ուրիշ է, ինչ որ նկարահանումներ, բան դրանք ուրիշ են, բայց բեմում այնպիսի մարդիկ են խաղացել։ Ես մտածեցի ես ով եմ, որ այս առաջարկը ընկերս ինձ անում է ու Շահեն ջան, ես նախ քեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Այս շատ կարևոր հեքիաթային աշխարհ հրավիրելու համար։ Ու թերևս կամաց փորձերին, չէ, Վանու հետ, Նարայի հետ, տաղանդավորներիս հետ, կամաց փորձեր արեցինք ու չգիտեմ, ստացվեց թե չէ, դեռ հանդիսատեսը ասել է արդեն ինձ խաբարատվել։ Ես ընդհանրապես ուզում եմ մի բան ասեմ, Արտուր ջան, թե ինչու ընտրվեցիր դու, որովհետև թատրոնը ընդհանրապես մտածող մարդկանց տեղ է։ Բեմը սիրում է մտածել, իսկ մտածող մարդը, եթե մի քիչ ինքը ունի բնական, այսպես տվյալներ, արդեն հաջողված է։ Դերասանը հենց չմտածեց, ինքը արդեն կորած է, բեմում չի երևալու։ Եթե սա գիտենք, բոլորս գիտենք։ Այս մտածելու այդ ունակությունն է, որ քեզ լսելու եւ մտածելու ունակությունն է, որ քեզ հանգիստ կարելի է բեմը դավերի անել։ Ես որ իմացա, որ Հրազդանում բացվել է կամերային թատրոն, նախ ինձ համար մեծ ուրախություն էր, որովհետեւ դե գիտեմ, որ Գյումրիում կա թատրոն, Վանաձորում կա, Գորիսում, չէ, եթե չեմ սա, Ղափանում կա։ Բոլոր մարզերում թատրոններ կան, բոլոր մարզերում կան։ Մեր մարզում չկա։ Մինչարս նոյեմբերյանում կարծեմ, եթե չեմ հանուն արդարության ասեմ, որ մեկ ինձ հանդիպում է, որ այնտեղ կա ներկայացումներ են դրվում։ Կարծեմ Կողբում է։ Այդ շատ կարևոր է։ Իդեպ այդ Կողբը բավականին զարգացած գյուղ է, հիմնադրամը, Կողբ հիմնադրամը, հետո Լևոն Անանյանը, Բժիշկ Արտաշեսը, չէ՞։ Բայց մեր մոտ Իջևանում, Բերդում հաստատ չկա։ Մարզկենտրոնն է եւ կարծում եմ որ պետք է Իջևանում էլ դա զարգանա, կարծում եմ դու կգաս մի ինչ-որ շրջան քո մոտ, դու դրա մասին կմտածես, որտեվ քո հայրենիքն է։ Ինչքան դու Երևանում ասես բան, մեկ է, դու Իջևանն է քո հիմքը, քո ուսումնասման աղբյուրը Իջևանն է։ Ես քեզ նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիս անունից, այս շատ կարևոր համարձակ քայլին գնալու համար, թատրոն բացելը դա շատ բավական շատ բարդ է, շատ ծանր process է, ես քեզ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Թող տեղ ու դադար չլինի այստեղ։ Կլինի, մի օր էդի կլինի հաստատ, ես համոզված եմ, որ ինձ կստիպեն ամեն օր ներկայացնել, ես դրան հավատում եմ։ Արտուր ջան, ես գիտեմ, որ դու արդեն հրավերներ ես տանում ուրիշ թատրոններից։ Արմեն Մարգարյանը քեզ գողացավ ինձնից։ Այսինքն ծանոթացաք իրար հետ ու միանգամից իմանամ այդ պատմությունը, իդեպ այդ ներկայացումը պետք է լիներ Հրազդանի կամերային թատրոնում, որ դու խաղում ես իմ այնտեղ։ Ես էդի մեղ գործած կլինեմ, որ չասեմ, հետո Արմենը կլսի, ինքը հետո կգա կբողոքի, ես Արմենին էլ այդ հարցը կտամ, հրաշալի ներկայացում է։ Բայց այդ խանդը շատ բնական է։ Այդ բնական խանդ, հատերական խանդ է։ Չի կարա չլինի, մարդ ենք, չի վերջապես։ Լուսինեն ու դուք շատ անկեղծ եմ ասում, այդ ներկայացումը երկար ամենալավ այդ թատրոնի խաղացանք ու շնորհավորում եմ թատրոն տանիքում թատրոնին եւ ձեզ անկեղծորեն շնորհավորում եմ։ Արմենին զանգահարեց, չնայած քո միջոցով եմ Արմենի հետ ծանոթացել։ Եթե կհիշես, այո, ծանոթացանք։ Արմենին զանգահարեց, ասեց, «Այսպեսի մի ներկայացում կա, ուզում եմ խաղաս այդտեղ»։ Դե, ասի սցենարը ուղարկի մոտ կարդամ։ Արմեն ջան, կարդացի, շատ հետաքրքիր էր։ Ինչ առումով, որ ինձնից շատ տարբերվող կերպար է։ Բայց ամեն դեպքում ինձ համար շատ հետաքրքիր էր, այն առումով, որ ինձնից շատ տարբեր է, սկսեցի կարդան, ասի, բայց մի րոպե, Արմենին ասի մի հատ մտածեմ, էլի։ Ես սա կարամ, թե չեմ կարա, որտեվ ինքը բացի այն, որ բնական է, դու չես, Մարդ, լրիվ դու չես, շատ տարբեր է քեզնից։ Ուրեմն կամաց երկար մտածեցի, որոշեցի, որ պետք է խաղամ։ Փորձենք։
Ու Շահին ջան, դե ես ոչ չեմ ասի, դու ասա, դու եկակ ներկայացումը դիտեցի։ Չէ, ես անկեղծորեն զարմացած եմ։ Առաջնախավը։ Դու զարմացած չեմ, համոզված էի որ լավ է լինելու, բայց ես չէի մտածում որ այդքան լավ է կարա լինի։ Հա, իրոք այստեղ դուք մի ժամ 40 րոպե բեմի վրա դրամատիկ իրավիճակներում էիր։ Ու մի անգամից այդ դերը քիչ-քիչ չեք սկսել բեմում, Արթուր ջան, ո՞նց էր զգում քեզ։ Ինչ էիր մտածում։ Ինձ դիտարկիր է։ Շատ լավ էի զգում ինձ, անկեղծ ասեմ, որովհետև այս ճանապարհը շատ երկար եմ եկել, մտքով, ու մի անգամից հայտնվել բեմում, անհամեստություն չթվա, շատ բնական էր ինձ համար, շատ լավ էի զգում։ Ճիշտ է, լարվածությունը կա, միշտ կա, ամեն ներկայացումից առաջ են որ դողը տալիս, հետո ներկայացումից հետո այն հաճելի դողն է տալի էլի, արդեն այս հաճելի վիբրացիա է, հա, ինձ համար մեծ պատիվ է, եւ այստեղ խաղալ, եւ այնտեղ խաղալ։ Ես ուրիշ առաջարկներ չկան, Արթուր։ Առաջարկներ կան, չէ՞։ Կան առաջարկ։ Բա ինչ անենք, լավ։ Ես համոզված եմ որ կլինեն, Արթուր ջան, շատ կլինեն, ու քանի որ դուք երկու տարբեր ֆորմատների մեջ ես կոմեդիա եւ դրամա, դեռ հանդիսատես ամբողջությամբ եւ ընդհանրապես ստեղծագործող ռեժիսորները քեզ ամբողջությամբ չեն բացահայտել։ Բայց վտանգ կա։ Դե որպես կարող է էլ ժամանակ չունենաս, որովհետև թատրոնը շատ է սիրում հանդիսավարությամբ զբաղվելու։ Հետո ֆինանսական այս սենց հոսքերը կարող է չլինեն, վտանգ կա, որովհետև դու թատրոնը շատ է սիրում, քեզ կստիպեն դու քեզ թատրոն գնալ։ Այ ես դրա մասին եմ ուզում խոսել։ Թատրոնի զբաղվածությունը ո՞նց է անդրադառնում քո ֆինանսական այս հետարքիր իրավիճակի վրա։ Բնական է որ թատրոնը չի կարող քեզ այդպես վճարել ոնց է։ Բնական է որ բացաբար։ Բացաբար միանշանակ, բայց դու ընտրեցիր արվեստը, չէ՞։ Նաև արվեստը։ Գիտես, այդ հանդիսավարության մեջ էլ կարող ես փնտրել գտնել արվեստ, բայց անհամեմատելի է բնականաբար թատրոնի հետ։ Մի անգամ մեր լավ դերասաններից մեկը ասեց ինչ որ բիզնեսի մեջ էր, դե անուն չտամ, ինտերվյուն էի նայում, ասեց գիտես ինչ, հաղորդավարին ասեց, ստեղս լծվում էր գրպանս, ստեղս չէր լծվում, հիմա ես պետքա փորձեմ այդ բալանսը պահեմ, Շահին ինչքան էլ դժվար կլինի, ամեն դեպքում ես շատ սիրում եմ արվեստը և ուզեմ միշտ լինել արվեստի մեջ, ինչքան որ կստացվի, չգիտեմ։ Դու կարող այնտեղից կերպարներ բերես թատրոն։ Ես խոսեցի դիտողականության մասին, որը եւ ինձ օգնում է եւ խանգարում է, այս դեպքում օգնելու է, որովհետեւ այնտեղից բերելու են բեմ։ Իմիջայլոց այդպես անում էր, ամենայն դեպս ինքը այդ մասին շատ է բարձրաձայնել եւ գրավոր նյութեր կան, այդպես անում էր Մհեր Մկրտչյանը։ Ինքը ասում էր ես այլ բան չեմ անում, ես վերցնում եմ, բերում եմ բեմ, ավելացնում եմ իմը։ Ասում ծովափներով անցնում էի, քաղաքներով անցնում էի, բա ինչ պետք է անեի, դա իմ գործը։ Դա իմ գործը է։ Հիմա ես ինքնաբերաբար այդ դիտողականությունը իմ, այսպես ասած, ռեկս միշտ միացրած է, անընդհատ դրա համար իմ ընկերներ բան ասում են, քեզ հետ մի քիչ վտանգավոր էլի, ամեն շարժում բան, զայն, sense բռնում ես, հետո կարող ասես, հետո մեր նմանակումն ես անում։ Դե հիմա ես օրինակ մտածված չեմ անում այդ ամեն ինչը։ Շատ հետարքիր է, օրինակ մեզ հետարքիր է ամենահետարքիր դեպքը, որ դու առանձնացնեիր, որ կարելի էր թատրոն բերել, կերպարը։ Ինձ թվում է տենց հոպարների տեսակ կա, որ sense նստում sense հաց են ուտում։ Նստում են նա, չէ՞։ Sense լավ ուտում են, sense լավ ուտում են, լավ բերան լցում է, ասում ահա, գնամ թամադին բան ասեմ։ Ու այդ տարողությունը գալիս է ու ֆուգասա բեկորային արկերով sense բան անում։ Հիմնականում դե բնականաբար հոպարներից են վերցնում այդ բաները, բերեմ։ Ինչ ասեց հետարքիր է։ Համար տնեց абսուրդ բաներ են ասում, չէ՞։ Ինչ, մի հատ օրինակ, ասենք նստած մարդ չկա, բոլորը պարում են, ինքը գալի ասում է մի հատ շախով բան նվագեք։ Ինչ նվագեք։
Ինչ, հոպար ինչ, շախով մի հատ ասում շախ։ Նոր չկա, մենակ ինքն է, ասենք, ցես ջղային դեմքով։ Այդ տղա ջան, մի հատ շախով բան նվագեք ժողովուրդը, պարզում հոպար մի հատ սրճվի լսեց։ Մարդ չկա, չէ՞ մենակ սա։ Հստակ մարդ չկա, որ պարում են, ասում մի հատ շախով։ Ինքը գիտեք այդ րոպեին ինչ ա ուզում, մի հատ դուդուկ, երկու հատ դհոլ։ Հա։ Այդ է իր ուզածը, կամ երկու դուդուկ մի դհոլ։ Եվ բան ա ուզում։ Ավանդական ասենց անտառում, բան, ծառի տակ նստած, սուպրեմ փրած, այդ է իր ուզածը։ Դե հա, դա իր պատկերացումն է։ Ինչ բաներ ա փոխվել ռեստորանը։ Դա իր պատկերացումն է։ Բնականաբար սիրուն ասում են որ հոպար ջան, ոչինչ։ Թող բան էսա մյուս անգամ բան կանենք, հա։ Մյուս անգամ բայց բծնում է էլի հասանիք։ Էլ դեպք չկա արդյոք էլ պատմես։ Դե դեպքեր Շահեն ջան, մի փոքր ուզում եմ դեպքերը ինչի չեմ պատմում։ Որտե բան ներկայացման է ինչ խոսում։ Լավ։ Այս ստենդափի մասին խոսում, ինչ որոշեցի ստենդափ անես։ Ուրեմն ստենդափը ինքը այդպիսի ֆորմատ է, կուտակվում է քո մոտ։ Ու այդ ամեն ինչը պետք է պատմես, մի փոքր գեղարվեստական մաս ավելացնես, մի փոքր զավեշտ, մի փոքր մեծացնես, բայց ես սիրում եմ եղելությունը պատմեմ։ Այդ ստենդափի գաղափարը շուտվանից էր իմ մեջ ճիշտն ասած, ես ուզում եմ պատմել իմ 90-ականների մանկության մասին, ինչ դժվարություններով էինք անցնում, բայց նաև այդ հարաբերությունները մարդկանց միջև ինչքան պարզ էին, ոնց ենք մեկս մյուսի օգնում հարևաններով, ասեմ մի հարցի շուրջ ենք վիճում միայն, թե հետո ում տանը հաց ուտենք, որ մեկից տանը հաց ուտենք, չէ՞։ Իսկ հիմա ու բերում եմ համեմատական կարգով, բերում եմ, պրոյեկտում եմ մեր ժամանակների վրա, որ շատ ժամանակ մարդիկ հարևանին տենան, երես թեքին ասեն, արդեն մի բան չուզի արա, ասենք այս հարաբերությունը խաթարվել է։ Ես անունը դրեցի ստենդափ, որ պատասխանատվությունս քիչ լինի, բայց ինքը ավելի շատ մոնո ներկայացում է, որովհետև ես այնտեղ եւ նվագում եմ, եւ երգում եմ, եւ ցույց եմ տալիս, ստենդափը այլ բան է, ստենդափը դու կարող ես կանգնել, պատմել ուղղակի, բայց ես այնտեղ շարժում կա, մի խոսքով, ավելի շատ նորը ներկայացում, բայց ստենդափ եմ դրել անունը, ես այդ վախը իմ վրից գցելու համար, էլի։ Դու արվեստ կհամարես ստենդափը։ Ստենդափը չգիտեմ, չեմ կարող, դժվարանում եմ ասել։ Չնայած որ զարգանա կարող է ինչ-որ միտեղ արվեստ դառնա։ Նայեք, Վարդան Պետրոսյանը բավականին սուրճ հարցադրումներ ա դնում, շատ սոցիալական, քաղաքական նույնիսկ, չգիտեմ, ու որոշակի չափով արդեն ես կարծում եմ, որ ինքը այդ սահմանում է։ Ինքը սցենարները շատ մշակում, հատ 1 տարի եւ այլն։ Դա բնականաբար արվեստ է, դա ինձ թվում է աներկելի փաստ է, որ Վարդան Պետրոսյանի արած արվեստ է եւ շատ մեծ արվեստ է, շատ եմ սիրում ու ինձ համար ինքը ամենավառ օրինակներից մեկն է ու ամենաբարձր նշաձողն է ինքը դրել ինձ համար։ Ամեն դեպքում ես կարծում եմ թատրոնը ունի իր տեղը, թատրոնի հանդիսատեսը կգա թատրոն, ստենդափի հանդիսատեսը կգնա ստենդափի։ Ինձ թվում է հույս ունեմ չեն խանգարի իրար։ Եվ վերջում Արտուր ջան, ահագին խոսեցինք, ուզում եմ մի հատ ցանկացած Ֆրունզիկի, մի հատ նմանակում, որը որ կուզենաս, մի հատ նմանակում անես, որը որ դու շատ ես ուզում։ Նույնիսկ եթե նոր բան ունես, որը որ շալը չես հելավ վարքի, կարող ես հելավ վարել։ Ես գիտես Ֆրունզիկի դե բոլոր ֆիլմերը նայել եմ, բոլոր նախադասությունները գիտեմ։ Իրեն չեցրած։ Ու այդ ֆիլմերն է անգիր գիտեմ, ծերից ծեր։ Ու ինձ համար ինքը, գիտես, ինձ համար ինքը ոչ միայն մեծ դերասան է, ես իրեն իմ ընտանիքի անդամի պես եմ, ու իմ շարից շատ եմ այդպես ընդունում իրեն, չգիտեմ, ու միշտ հիշում եմ Հայրիկ ֆիլմի մեջ, հիշում ես սեղանի նստած ընտանիքով հաց են ուտում, ու բոլորը գնում են իրենց գործերով, ինքը մնում են նստած, ընտանիքի հայրը, ու այնպիսի նախադասություն է ասում, ոնց որ այսօրվա մասին լինի, այսօր ոնց ենք, չէ, ռիթմը արագ, ասած իրար չենք տենում, ասում է գնում եք, գալիս եք, չեք հասկանում ինչ եք անում, ինչ եք ուզում, ինչ եք գնում, ինչ եք գալիս, շուտով իրար դեմքել կմոռանաք, պիտի ճակատներիդ գրվի ով է, որ գոնե իրար ճանաչեք, ես սեղանը իմաստ ունի ու այնպես չի,
Այսօրվա մասին չի։ Սեղանի իմաստն։ 72 թվականի ֆիլմ։ Հիմա մեկ էլ մի բան կուզենայի անպայման հարցնեի, էլ որ մի դերասանին տենց, օրինակ Սոս Սարգսյանի չես փորձել Սոս Սարգսյանի։ Ստեփանովանի Չգիտեմ, փորձել եմ, բայց չգիտեմ, նման չի։ Չես փորձել, բայց իդեպ այդ շրջանի Խորեն Աբրամյան, Սոս Սարգսյան, այդ երեքը այդ մեր վառ այդ աստղաբույրը, հա։ Դու պետք է երեքին լանես։ Չէ, մեկը կնեղանա։ Հաստատ մեկը կնեղանա, դու պարտավոր ես, որտեղ ինստիտուտի տարիներին, երբ որ Սոս Սարգսյանն էր ռեկտորն էր, ինստիտուտի մորթ էի, ինձ ասեց, դե շրջանից գնացած մի ամիտ էր, ջահել տղա էլի։ Ասեց, ես եմ լավ դերասան, թե Ֆրունզը։ Գիտես ինչ ասեցի արդ, ասի Ֆրունզը։ Իմ անիճականությունը իր դուրը եկավ։ Այնտեղ կարայի չի ասի, դուք Երևանցի տղա, չէ՞ Շուստերի բան։ Դուք բան։ Սոս Արտաշեսրիչ։ Ու այն տարիներին եմ սովորել երջանիկ եմ, երբ որ Սոս Սարգսյանը այնտեղ ռեկտոր էր։ Շատ կարևոր էր, էլի, որովհետև այդ տեսակ, այդ հզոր լեռը իր ազդեցությունն էր թողում։ Այդ նույնիսկ քայլելով, sense որ քայլում էր ինստիտուտում, այդ արդեն հերիք էր, էլի, որ մենք երջանիկ մարդ ես։ Մի հատ գնանք, ասենք Սոս Արտաշեսրիչ բարև։ Դա շատ կարևոր էր։ Այդքանը շնորհակալություն Արտուր ջան, որ մասնակցեցիր մեր կամերային զրույցին։ Ես էլ եմ շնորհակալ, հաջողություն եմ մաղթում այս ոդքասթին ու երկարակեցություն։ Հարգելի բարեկամներ, որ ամսի 15-ին այս բեմում խաղալու ենք երկուսը ճաճանակի ներկայացումը։ Հրավիրում ենք սիրով բոլորիդ, ովքեր պարտադիր չէ միայն Հրազդանի բնակիչներին։ Կողքի քաղաքներից, Երևանից ցանկալի է։ Եկեք որ եւ դիտեք ներկայացումը եւ տեսնեք թե ինչ հրաշալի կամերային թատրոն կա Հրազդան քաղաքում։ Շնորհակալություն Արտուր ջան։ Շնորհակալ եմ, ընկերս։ Վարին քեզ։